Հայկական խոհանոցում շատ հետաքրքիր անվանումով ճաշատեսակ կա, կոչվում է այլազան, նշանակում է զանազան, բազմազան։ Այս կերակուրը ստեղծվել է Արարատյան դաշտավայրում, երբ այգեգործները հավաքում էին սեզոնի բանջարեղենը, շարում էին կաթսայի մեջ և եփում էին, այստեղից էլ երկրորդ անվանումը շարովի։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք այլազանի մեր տարբերակը։ Ինչով է այն տարբերվում դասականից, մենք նախքան բանջարեղենը խաշելը կտապակենք, ջերմային մշակման կենթարկենք, հետո նոր կխաշենք, իսկ կսկսենք մենք կարտոֆիլից։ Տեղադրում ենք տախտակը, կարտոֆիլը կաթսայի մեջ շարելու համար հարմար է իհարկե կտրատել տափողակների։ Հենց այդպես էլ կանենք։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ, կարելի է դասավորել այսպես, որ հարմար լինի այն համեմելը։ Համեմում ենք Մարոնիկ ընկերության աղով, չորս պղպեղով, ցիտրոնով, կարմիր քաղցր և կծու պղպեղներով, և տակն ու վրա ենք անում, որպեսզի համեմունքը հավասար տարածվի։ Արի այստեղ։ Համեմելուց հետո տափողակները հարկավոր է յուղել։ Կարտոֆիլը տափողակների վրա կլցնենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի յուղ։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը, վրան փռում ենք սիլիկոնե գորգ, լավ է։ Տափողակները ևս մեկ անգամ տակն ու վրա ենք անում, որպեսզի հավասար պատվեն յուղով և շարում ենք գորգի վրա։ Գեղեցիկ շարում ենք գորգի վրա և ուղարկում ջեռոց, բայց կարծում եմ բացի կարտոֆիլից գորգի վրա կշարվի ևս մեկ բանջարեղեն։ Հաջորդ բաղադրիչը, ես ասացի բանջարեղեն, բայց սա բանջարեղեն չէ, սունկն է։ Կթողնենք ամբողջական, կխորովենք, հետո նոր կկտրատենք։ Հենց նույն բուսայուղի մեջ, համեմված բուսայուղի մեջ, լցնում ենք սունկ ագարիկոնը, կարտոֆիլը փաստորեն վերցրել է 2 միջին կարտոֆիլ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 սունկ ագարիկոն։ Համեմում ենք այսպես տակն ու վրա ենք անում, շարում ենք և ուղարկում ջեռոց, ոչիկով դեպի վերև։ Այս գործն էլ արեցինք, դու դեռ մնա, կարող ես պետք գալ։
ջեռոցը կմիացնեմ 200 աստիճան։ Թող խորովվի։ Անցնենք մյուս բաղադրիչին, դա բամյան է։ Այս բաղադրիչն էլ հարկավոր է նախապես մշակել։ Ինչ ենք անում նրա հետ։ Նախ պոչիկի մասից, այսպես պտղակոթը կարելի ասել, դանակի օգնությամբ հեռացնում ենք, կտրում ենք։ Եվ գցում ենք կիտրոնի հյութով համեմված ջրի մեջ։ Դա անում ենք նրա համար, որ վերացնենք լորձը։ Մարդիկ կան, ովքեր չեն ուտում բամիա, որովհետև չեն կարողանում տանել այդ լորձը։ Որոշ չափով այդ լորձը կվերանա։ Կիտրոնը հենց այսպես կարելի է գցել։ Կտրում ենք և գցում։ Վրան դնում ենք ափսը, որպեսզի բամյաները սուզվեն։ Այսպես շատ լավ։ Եվ անցնում ենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա սմբուկն է։ Սա էլ է հարկավոր նախապես մշակել։ Կտրում ենք ծայրերը, կլպում ենք, Սմբուկը կտրատում ենք տափողակների։ Փաստորեն վերցրեցինք 1 սմբուկ։ Ինչպես ենք այն մշակում։ Լցնում ենք թափանցիկ թասի մեջ և համեմում աղով։ Իհարկե մառանիկ ընկերության։ Այսպես։ Սա էլ դրեցինք կողք։ Անցնում ենք հաջորդ բաղադրիչին, հաջորդ բաղադրիչը դա կանաչ պատիճավոր լոբին է, այն հարկավոր է խաշել։ Տապակի մեջ լցնում ենք եռացած ջուր մի փոքր։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով։ Մեկ թեյ գթալ։ Լցնում ենք լոբին, իդեպ մոռացա ասել, բամյան 300 գրամ էր, կանաչ պատիճավոր լոբին նույնպես 300 գրամ։ Եվ ավելացնում ենք եռացած ջուրը։ Այնքան որ ծածկվեն։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել, լոբիները սկսեն լողալ ջրի երեսին,
որտեղ միևնույն է նրանք չեն սուզվում։ Ծածկում ենք կափարիչով, հենց սկսեց եռալ մոտ 8-8.5 րոպե։ Եփում ենք եւ բավական է։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա գլուխ սոխն է։ Ունեմ 1 միջին եւ 2 փոքր։ Այս ստացվում է 2 միջին չափի սոխ։ Կտրատում ենք այն կիսաօղակների։ Այսպես բարակ կիսաօղակների։ Լցնում ենք թասի մեջ եւ համեմում ենք։ Այո։ Բաղադրիչները առանձին մշակում ենք։ Կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով։ Շատ հարավազով եւ քրքումով։ Շատ եմ սիրում քրքում, վաղուց չէի օգտագործել։ Պատառաքաղի օգնությամբ տրորում ենք։ Տրորելու ընթացքում սոխը հյութը դուրս է գցում եւ մի կարգին համեմվում է։ Կորցնում ենք սոխի կծվությունը եւ կարելի ասել տհաճ հոտը։ Շատ գեղեցիկ ոսկեզոտ երանգ ստացավ սոխը։ Սմբուկը առաջարկում եմ տապակել։ Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի յուղով։ Թեթևակի մզում ենք տափողակները այսպես եւ տապակում թող տաքանա ինչ այդ կմզենք թեթևակի տապակում ենք տափողակները։ Թող տապակվի, փրկենք լոբին հարկավոր է փրկել։ Լցնում ենք քամեչի մեջ։ Եվ սառը ջրի տակ լվանում։ Պատիճավոր լոբին պատրաստ է շարվելու։ Այժմ քամում ենք բամյան։ Քամվելուց հետո բամյան տապակելու ենք։ Հենց այս տապակի մեջ էլ տապակենք սլոբոդա բուսայողով։
թեթևակի կարմրացնում ենք։ Մինչ բամբիան տապակվում է, հանենք սունկը և կարտոֆիլը։ Կարտոֆիլը մեր կերակրի առաջին շերտն է, շարովի առաջին շերտն է։ Վերցնում ենք կաթսան և շարում ենք կիսայեպ կարտոֆիլը։ Տեսնենք ինչ վիճակում է բամբիան։ Լավ է, թող տապակվի։ Մյուս շերտը լոբին է, պատիճավոր լոբին։ Այսպես շարում ենք։ Փրկենք սմբուկը, մյուս շերտը կլինի սմբուկը։ Ամբուսայողը կարելի է լցնել վրան։ Լցնում ենք բամբիան, բավական է որքան տապակվեց։ Սա էլ արեցինք։ Մյուս բաղադրիչը օգտագործել եմ հում։ Դա քաղցր պղպեղն է։ Կտրատում ենք ձողիկների։ Սա լցնում ենք վրան։ Մշակում ենք սունկը, կտրատում ենք շերտերի, այսպիսի, և դնում ենք բանջարեղենի վրա։ Հում ենք օգտագործում նաև լոլիկը։ Կվերցնեմ 2 լոլիկ, 2 միջին չափի լոլիկ։ Կտրատում ենք շերտերի և շարում բանջարեղենի վրա։ Դնում ենք թարմ կանաչի, թարմ կանաչներից ինչ ունենք, ունենք ծիտրոն, թարխուն մի փոքր, սամիտ, ինչ կդնենք, ռեհան, շատ լավ է ռեհանը, մաղադանոս և համեմ, հենց այսպես, առանց կտրատելու կանաչիները, փռում ենք լոլիկի վրա, լցնում ենք սոխը, հավասար տարածում ենք, 2 ճաշի գթալ լոլիկի մածուկ ենք լցնում,
Երացաջուր 2 բաժակ լցնում ենք, ծածկում ենք կափարիչով, հասնում ենք եռման աստիճանի, եփում ենք 21 րոպե մարման կրակի վրա, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Այլազան։ Թասի մեջ լցնել տափողակների կտրատած կարտոֆիլ, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, աղացած կարմիր քաղցր եւ կծու պղպեղներով, տակնու վրա անել։ Վրան բուսայուղ ցողել, տակնու վրա անել, շարել ջեռոցի յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա։ Սունկը կարտոֆիլի նույն թասի մեջ տակնու վրա անել, շարել կարտոֆիլի կողքին, ուղարկել ջեռոց, 200 աստիճան տաքությամբ եփել։ Հենց կարտոֆիլն ու սունկը եփվեն, կարտոֆիլը շարել կաթսայի մեջ։ Բամյանների ծայրերը կտրել, գցել կիտրոնի հյութով համեմված ջրի մեջ, ափսեով ծածկել, մի կողմ դնել։ Թասի մեջ լցնել կլպած, տափողակների կտրատած սմբուկ, համեմել աղով, տակնու վրա անել, մի կողմ դնել։ Կանաչ լոբին աղով խաշել։ Հենց եփվի, քամել, շարել սնկի եւ կարտոֆիլի վրա։ Այլ թասի մեջ լցնել կիսաօղակների կտրատած գլուխ սող, համեմել աղով, շաքարավազով, քրքումով, լավ տրորել, մի կողմ դնել։ Բուսայուղ տաքացնել, սմբուկը քամել, տապակել։ Հենց պատրաստ լինի, շարել կանաչ լոբու վրա։ Այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, բամյան քամել, տապակել։ Պատրաստ լինելուց հետո շարել կաթսայի մեջ, սմբուկի վրա։ Բամյայի վրա լցնել ձողիկաձև կտրատած քաղցր պղպեղ, իսկ պղպեղի վրա կտրատած սունկը, ապա լոլիկի շերտեր, թարմ կանաչի, սոխը, լոլիկի մածուկ, եռացրած ջուր, մարման կրակի վրա եփել 21 րոպե, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, բանջարեղեն, մակարոն, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։